Աստծո Սուրբ Հոգին այսօր խոսի յուրաքանչյուրից հետ, որ մենք իսկապես երկնքից իջած հացով կերակրվենք ու մեր սրտերի մեջ լցվի մխիթարություն, լցվի ապագայի նկատմամբ հույս, որովհետև մենք Տեր ունենք, եղբայրներ, քույրեր, մենք անտեր չենք, մենք ունենք Տեր, որ ստեղծել այս երկիրը, ծովը, ցամաքը և ամեն ինչ, որ նրա մեջ կա։ Մեր հոգևոր շինության համար ես ուզում եմ կարդալ Եբրայեցիս թղթի 11-րդ գլխի 6-րդ խոսքը։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Բայց առանց հավատքի անհնարին է Աստծո հաճո լալ, վասի ան որ Աստծո կմոտենա, պետք է հավատա, որ Աստված կա և թե վարձատույց կլա անոնց, որ զինք կփնտրեն։ Նա, որ Աստծուն ա մոտենում, առաջինը պետք է հավատա, որ Աստված կա, և երկրորդը, որ թե վարձատույց կլա անոնց, որ զինք կփնտրեն։ Երբ որ մենք Աստծուն ենք մոտենում, Աստծո խոսքը ասում է, որ առաջինը մենք պետք է հավատանք, որ Աստված կա։ Եղբայրներ, քույրեր, իհարկե մենք այդպես որ ասենք հավատում ենք, որ Աստված կա, բայց այդ հավատը, ասենք, մի տեսակ բան չի, այդպես ոնց ասեմ, այդ հավատը ազդեցիկ չի, շարժուն չի, դինամիկ չի։ Ինչու, որովհետև այնպես որպես թե կարծես այդպես մի բան, որ մենք որ հավատում ենք, բայց կարծես թե այդ բանը մեզ հետ կարծես թե առնչություն չունի։ Մենք պետք է հավատանք, որ Աստված կա։ Իսկ ինչ է նշանակում, որ Աստված կա։ Սա նշանակում է, որ դու պետք է հասկանաս, որ Աստված երկնքից տեսնում է քո բոլոր գործողությունները, քո ներսն է տեսնում, քո սրտի խորհուրդներն է տեսնում։ Ինչ որ դու ես երկրի վրա անում ես, կամ ինչ որ դու մտածում ես, խորհում ես, այդ բոլորը Աստծո առաջ է։ Դու Աստծուց ոչինչ թաքցնել չես կարող։ Եվ դրա համար դու պետք է մտածես, ամեն քայլ, որ դու անում ես, մտածես, որ Աստված կա։ Սա շատ կարևոր է, եղբայրներ, քույրեր, որ հավատալ Աստված կա և տեսնել, որ բոլոր տիեզերքը, բոլոր երկիրը, երկինքը, ծովը, ցամաքը, ծովի մեջի կենդանական աշխարհը, բուսական աշխարհը, բոլոր թռչունները, այդ բոլորը Աստծո առջև են, Աստծո առաջ են։ Եվ Աստված գիտի բոլորին ինքն է ստեղծել և մեր սրտի անգամ սրտի խորհուրդները այդ ժամանակ մենք պետք է հասկանանք, որ Աստծո առջև պարզ ու հայտնի է։ Եվ սա մեծ որոշակի զգաստություն է բերում, երբ որ մենք հավատում ենք, որ իրոք Աստված կա։ Բայց եթե մենք իմիջիայլոց ենք մենք այդպես այդ հարցին նայում, դա մեզի զգաստություն չի բերում։ Երբ որ մենք հավատում ենք, որ Աստված կա, եղբայրներ, քույրեր, մենք ուզում ենք, որ եւ քրիստոնյաները ուզում են, որ Աստծուն մոտենալու դեպքում Աստված իրանց պատասխանի, իրանց աղոթներին պատասխանի։ Այո, Տերն ասում է, որ երբ որ մենք Աստծուն ենք մոտենում, այդ ժամանակ ուրեմն իրան ենք փնտրում, այդ դեպքում Տերը վարձահատույց է լինում։ Բայց առանց հավատքի անհնարին է սա, եղբայրներ, քույրեր։ Երբ որ մենք փնտրում ենք Աստծուն, ոչ թե Աստծո տված ինչ-որ բաները, ասենք ոչ թե փնտրում ենք, ասենք առողջություն, չեմ ասում առողջություն չի կարելի փնտրել, ոչ թե փնտրում ենք հարստություն, ոչ թե փնտրում ենք աշխատանք, ոչ թե փնտրում ենք այլ որևէ մի բան, որ այսօր մեզի անհրաժեշտ է, եթե մենք առաջի հերթին Աստծուն ենք փնտրում, գրված է, որ Աստված վարձահատույց է լինում։ Սա շատ կարևոր սկզբունք է, որ մենք ամենաառաջինը պետք է Տիրոջը փնտրենք։ Այդ դեպքում է նա վարձահատույց լինում։ Եվ սա պետք է մենք հավատքով տեսնենք այս բանը։ Ինքը վարձահատույց է լինում իրեն փնտրողներին։ Եվ Աստված իհարկե
բավարարում է մարդու կարիքները, բայց ոչ այնպես ինչպես որ մարդն է ուզում, այլ այնպես ինչպես որ ինքն է ուզում։ Բայց մարդը երբեմն չի հասկանում, թե որն է իր կարիքը, ինչ է իրան պետք, ինչ իրան պետք չի։ Դրա համար, երբ որ մենք կարդանք Հռոմեացիս թղթի մեջ, Հռոմեացիս թղթում կարդանք այդ տեղը, Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ կարդում ենք 26 համարից։ Նույնպես հոգին այլ օգնության կհասնե մեր տկարություններուն, քանզի ինչ բանի համար աղոթելու ենք, ըստ արժանավուն չեն գիտեր։ Բայց ինքը հոգին բարեխոս կլա մեզի համար անբարբար հրաշանքներով։ Նորից եմ կարդում այդ տեղը, նույնպես հոգին այլ օգնության կհասնի մեր տկարություններուն, քանզի ինչ բանի համար աղոթելու ենք, ըստ արժանավուն չեն գիտեր, բայց ինքը հոգին բարեխոս կլա մեզի համար անբարբար հրաշանքներով։ Ըստ արժանավուն, այսինքն ինչն է ավելի շատ կարևոր, ինչն է ավելի շատ արժանի, մենք չգիտենք դա, մենք չգիտենք, թե մեզ համար այսօր ինչն ավելի կարևոր, ինչ խնդրենք, ինչ փնտրենք Տիրոջից, դա մենք չգիտենք, բայց Տերը իր Սուրբ Հոգով օգնությանը հասնում էր տկարություններին, եւ մենք Սուրբ Հոգու լցված ժամանակ է, որ մենք հասկանում ենք, որ ինչն է արժանավոր, ինչն է արժանի, որ մենք այսօր Տիրոջից փնտրենք, որն է կարևորը մեզ համար, որն է երկրորդականը մեզ համար, եղբայրներ քուրեր, դա միայն Սուրբ Հոգու լեցրության դեպքում ենք բնկանում։ Օրինակի համար կարող է դու ամուսնացել ես, ուզում ես անպայման դու տղա ունենաս, բայց մեկ է տեսար աղջիկ ես ունենում։ Եվ դու չգիտես, որ հետագայում այդ աղջիկը ինչ կանի քո հետ, ինչպեսին կլի այդ աղջիկը եւ քո հարաբերությունը, այդ աղջիկը ծնողական իր կյանքում ինչքան քեզի օգուտ կամ վնաս կտա, կամ դու ենթարենք, եթե տղա ունեցար, օրինակի համար, ասենք, ես չեմ ասում միշտ այդպես կլի, բայց տղա ունեցար, այդ տղան անցավ նարկոտիկներով զբաղվեց եւ այլն, բանտը նստեց, մարդասպանություններ արավ, դու չգիտես եղբայր կամ քույրիկ, որն է աղետը, եւ նաեւ այդ բանի մասին մենք կարող ենք կարդալ անգամ ժողովողի մեջ մենք կարդում ենք 6:12-ում, ժողովողի 6-րդ գլուխ 12 խոսքում, այսպես է ասում Աստծո խոսքը։ 6-րդ գլուխ Ժողովող 6-րդ գլուխ 12 խոսքը։ Քանզի ով գիտե, թե որ բանը աղեկ է կենդանի մարդուն, ստվերի պես անցուցած իրունային կյանքի բոլոր օրերուն մեջ։ Մասի մարդուն ով պիտի հայտնե, թե իր մեր ետքը արևուն տակ ինչ պիտի լա։ Քանզի ով գիտե, թե որ բանը աղեկ է։ Այսինքն ինչն է մարդու համար լավ է, աղեկ է, կենդանի մարդու համար ինչն է լավ է։ Եթե դու չգիտես, կարող այսօր քո հետ մի հատ դեպք է կատարվել, ուրախացել ես, մտածել ես, որ այսօր ես ինչ լավ էր, այս բանը ինձ հետ տեղի ունեցավ, դու աղեկ ես համարել, լավ ես համարել, բայց դու չես իմանում, որ կարող է այդ ինչ որ այսօր քո համար աղեկ էր, դու աղեկ համարեցիր, լավ համարեցիր, դա հետագայում քո համար դա ասենք հանդիսանա մի ինչ որ վատ բանի սկիզբ։ Դրա համար եղբայրներ քուրեր, այո, մարդը չի կարող մարդկորեն որոշել իր համար որն է աղեկը, որն է լավը, որն է վատը, որտեղ մարդկային խորհուրդները, եթե ես մի բան ասեմ, սա հաստատ իմացեք, որ այդպես է, եթե մարդը իր դատողությամբ է մտածում, մարդկային ունակություններով, մարդկային դատողությամբ է մտածում Աստծո մասին, Աստծո գործերի մասին, ապա հաստատ իմացեք, որ մերժելու Աստծուն։ Որովհետև մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է։ Ուրեմն դու մարմնավոր խորհուրդով, մարդկային մտածելակերպով չես կարող իմանալ որն է քո համար լավը, որն է քո համար վատը։ Դու հաստատ Աստծուն մերժելու ես։ Դրա համար եղբայրներ քուրեր, այստեղ մենք ասում ենք, որ ըստ արժանավուն մենք չգիտենք, թե ինչն է բարի մեզ համար, որն է լավը մեզ համար, բայց Սուրբ Հոգով լցված ժամանակ մենք նոր կհասկանանք, թե ինչն է մեզ համար բարի, ինչն է մեզ համար լավը։ Եվ եղբայրներ քուրեր, Աստծո խոսքը ասում է, որ եթե դու Աստծուն փնտրում ես,
ոչ թե ասում փնտրում ես, որ Աստծուց ստանաս ինչ-որ այս աշխարհի մեջ եղող, ասենք որևէ մի բան, որը քեզ այսօր անհրաժեշտ է, ասենք մեքենա, հարստություն, աշխատանք, չգիտեմ, հիվանդ ես, ասենք լավանաս, եթե դու բուն Աստծուն ես փնտրում, այդ դեպքում վարձահատություն լինում։ Եղբայրներ, իհարկե Աստված մենք չենք ասում, որ մարդուն ուտելիք պետք չի, հագնելիք պետք չի, չգիտեմ, այս բաները պետք չի։ Իհարկե դրանք պետք են, բայց որն է ավելի քո համար կարևոր։ Ինչը եթե ասենք հիմա այնտեղ կա մարմին եւ կա հագուստ։ Հիմա որն է քո համար կարևոր, քո մարմինն է քո համար կարևոր, թե մարմնի հագուստն է քո համար կարևոր։ Եթե մարմինը չէ որ մարմինը հագուստից ավելի կարևոր է։ Այսինքն Աստված ինքն է հասկացնում է, սովորեցնում է, թե որն է մեզ համար կարևոր։ Իսկ մնացած բաները, որ մեզ պետք են, Աստված ինքն է տալիս մեզ։ Ով է մեզ համար, ով է ստեղծել երկիրը, ով է ստեղծել հուսական կենթանական աշխարհը, ով է ստեղծել այդքան հրաշալի համով մերքերը, ում համար է Աստված ստեղծել։ Այդ բոլորը մեզ համար է ստեղծել։ Բայց մենք դա չենք հասկանում, չենք գիտակցում, եղբայրներ քույրեր։ Ուրեմն, եթե դու Աստծուն փնտրում ես մի ուրիշ բանի համար, ուրեմն այդ բանը քեզ համար ավելի թանկ է։ Բայց եթե դու Աստծուն փնտրում ես, սենց իրան ես փնտրում, ուրեմն Աստված քեզ համար ավելի թանկ է։ Աստված մեզ համար պետք է ավելի թանկ լինի, քան Աստծո տված որևէ մի բան, եղբայրներ քույրեր։ Հիմա եղբայրներ քույրեր, հիվանդ ասենք, երբ որ հիվանդ է լինում, նա իհարկե կարիք է ունենում բժշկության, ոչ ոք սրան դեմ չի եղբայրներ քույրեր։ Երբ որ մարդ սոված է, կարիք է ունենում հացի, երբ որ մարդ ծարավ է, կարիք է ունենում ջուր խմելու, այս բոլորը անհրաժեշտ է եղբայրներ քույրեր։ Բայց դու արդյոք, եթե դու ուրեմն Աստծուն փնտրում ես, որ քո մարմնավոր հացը հացով կերակրվես, կամ եթե դու Աստծուն փնտրում ես, որ դու ջուր ունենաս, սա եղբայրներ քույրեր, իհարկե չեմ ասում չի կարելի փնտրել, կարելի է փնտրել, բայց Աստծո խոսքը ասում է, եթե մենք Աստծուն ենք մոտենում, պետք է հավատանք, որ ինքը կա եւ որ վարձահատույց է լինում զինքը փնտրողներուն։ Հիսուսի համար եղբայրներ քույրեր, մենք կարդում ենք Հովանու ավետարանի 4:34-ում, ինչն է կարևոր Հիսուսի համար, ինչն է դրա համար կերակուր։ Մարդիկ կերակուր են փնտրում, չէ, որ սոված են լինում, կերակուր են փնտրում, բայց մենք տեսեք մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասեց, աշակերտները, երբ որ Սամարացի կնոջ հետ հանդիպումից հետո աշակերտները գնացել էին ինչ-որ ուտելիք առնելու որ գան, եւ եկան տեսան Հիսուսը Սամարացի կնոջ հետ խոսում է, եւ 33 համարից կարդում եմ, 4-րդ գլուխ 31 համար, Հովանու ավետարան։ Եվ այս միջոցին աշակերտները իրեն կանչեցին ու ասեցին. «Ռաբի, հասկ էր, Իրանիկա Սավանոց, ես կերակուր ունեմ ուտելու, զոր դուք չեք գիտեր»։ Ուստի աշակերտները կսեին իրարու. «Արդյոք մեկը ատոր ուտելու բան մը բերավ»։ Հիսուս Սավանոց, «Իմ կերակուրս այն է, որ ես զիս ղրկողին կամքը անեմ եւ անոր գործը կատարեմ»։ Սա է իմ կերակուր, ես սրանով եմ սեմում, ես սրանով եմ հագենում, եղբայրներ քույրեր։ Դրա համար նաև Սամոս 40 Սամոսի 8-րդ խոսքում կարդում ենք Դավիթի խոսքերն են, բայց սա վերաբերում է նաև Հիսուսին։ 40 Սամոս 8-րդ խոսքը, այսպես ասում Աստծո խոսքը։ Տեսեք ինչ ասում այդ Սամոսի մեջ։ Ուրեմն 6 համարից կարդամ։ Զոհի ու ծայի չհավնեցար, հապա իմ ակաժներս բացիր, ողջակեզ ու մեղքի պատարակ չպահանջեցիր, այն ժամանակ ասի թե ահակ ու գամ ես, գրքի տոմսի մեջ ինձ համար գրված է, ո իմ Աստվածս քո կամքդ կատարելու փափակեցա, ու քո օրենքդ իմ ներսիդիս է, քո կամքդ կատարելու փափակեցա։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է փափագել Աստծո կամքը կատարել։ Օրինակի համար եղբայրներ քույրեր, երբեմն մենք ուզում ենք Աստծո կամքը կատարել, բայց կեսից հետ ենք գնում։ Օրինակի համար, եթե ասենք Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ ասում է, եթե մեկը քո երեսի խփում է, մյուսն էլ դեմ տուր։ Եթե մենք ասենք մի երեսի խփեցին,
համբերեցինք, բան չարեցինք ոչ մի, բայց եթե թողեցինք ու հեռացանք, մյուսը դեմ չտվեցինք, այդ ժամանակ կիսով չափով ենք մենք նրա խոսքը կատարում։ Եվ այդ ժամանակ եղբայրներ քուրեր, որ ամեն ինչ պրավալի է գնում։ Եթե դու կիսով չափով ես անում նրա կամքը կատարում, այդ ժամանակ վարձքը չես ստանում, վարձահատույց չի լինում Աստված։ Դու պետք է ինչ անես, ամբողջությամբ նրա կամքը նրան փնտրես։ Եթե դու օրինակի համար Մատթեոսի ավետարանի մեջ կարդում ենք եղբայրներ քուրեր, եթե ես կարդամ մի քանի համարներ Մատթեոսի ավետարանից, տեսեք այստեղ ինչ է ասում։ Լսել եք որ աչքի տեղ աշ ու ակրայի տեղ ակրա, բայց ես ձեզի կասեմ, չարին հակառակ մի կենաք, ապա եթե մեկը ապտակ մսարնի ածնոտի, դարձուր անոր մյուսն ալ։ Եվ եթե մեկը կուզե քեզի հետ դատ վարել ու քու շապիկը տառնել, թող դու անոր քու վերարկու տար։ Այս խոսքը եղբայրներ քուրեր, ընդամենը մի քանի, երևի մի 15-20 օր առաջվա խոսք է, որը մենք կիրառել ենք եւ արդյունք ենք ստացել եղբայրներ քուրեր։ Ես պատմել եմ, որ մի ընտանիքում վեճ վիճաբանություն կար, տղան հայրը ուրեմն հաստատիսուրը եւ երկար ժամանակներ նրանք չէին կարողանում այդ վեճի հարցը լուծել։ Տղան պահանջում էր, որ տները գերվի իր անունով։ Հայրն էլ վախենում էր, մայրն էլ վախենում էր, որ հարցը ամեն ինչ բան կանի Իրաստանից դուրս կանի։ Եվ այսպես վախերի մեջ էին։ Ու անընդհատ կռիվներ։ Բայց երբ որ ասենք գնացինք, մենք խոսեցինք, ասենք, ես հորը ասեցի, եթե ուրեմն քեզանից ասենք, ասում է ուզողին տուր, եւ եթե մեկը քո շապիկը ուզում է, վերարկու դեր տուր։ Իրանց համար մի քիչ դժվարություն եղավ, բայց եղբայրներ քուրեր, դժվարություն եղավ աղոտ, քանին կասի սա է ձեր հարցի լուծումը։ Եթե ուզում է, ուրեմն տուր։ Բայց ասում բավարոսեն ցանի, ասի էլ մի ասի բավարոսեն ցանի։ Աստծո խոսքը ասում է տուր, էլ մի մտածի ինչ կլինի։ Եթե դու Աստծո խոսքին ընդունում ես, մի քննարկի թե ինչ կլինի, հենց քննարկի Աստծո խոսքին դեմ կգա։ Մարդկային միտքը Աստծո խոսքին հակառակ է։ Վերջը այդ օրը եկանք, հաջորդ օրը զանգեց, ասեց, բա գիտես հրատ եղբայր, այդ ինչ որ դու ասեցիր, տենց արեցին, գնացինք, տները իրանց անունով գրեցինք ամբողջությամբ։ Եվ հետո մի շաբաթ հետո էլ տեսա, ասում է գիտես ինչ խաղաղվեց, տղաս խորոված արև, հարցս ժպտում արդեն, ուզում այնց հետ կոֆե խմի, չգիտեմ ինչ, մեր ընտանիքում խաղաղություն այցել։ Երբ որ դու Աստծուն ես փնտրում, Աստծուն փնտրել նշանակում է նրա խոսքը փնտրել։ Հիմա երբ որ դու կիսատ ես անում այդ խոսքը, եթե դու մի քիչ անում ես, մի քիչ հավատում ես, անում ես, բայց հետո կեսից մի կողմ ես գնում, չի ստացվի դա, եղբայրներ քուրեր։ Դու պետք է ամբողջությամբ Աստծո խոսքը հրաշալի է, եղբայրներ քուրեր։ Եթե դու քննարկում ես Աստծո խոսքը կատարելուց հետո ինչ կլինի, քննարկումից հետո հաստատ իմացի, որ քննարկումից հետո կգաս հակասության եւ կտեսնես, որ քննարկումից հետո քո համար վատ կլինի։ Բայց դա եղբայրներ քուրեր, քո մարմնավոր խորհուրդն է։ Դու մի քննարկի, եթե Աստված քեզ ասում է այսպես, եթե դու համոզված ես, որ Աստված այս պարագային այսպես ասում, դու առանց քննարկելու կատարի ու կտեսնես, որ ինչքան հրաշալի է Աստծո խոսքը, որ նա ամեն ինչ եղբայրներ քուրեր, ամեն ինչ Աստված հաշվի առել եւ ամեն ինչ նա գիտի վաղը, մյուս օրը, նա գիտի քո սրտի խորհուրդները, նա գիտի քո դիմացինի սրտի խորհուրդները, քո թշնամու սրտի խորհուրդները նա գիտի, ամեն ինչ նա գիտի եւ այդ ժամանակ Տերը վարձահատույց ալնում։ Դրա համար սիրելի եղբայրներ քուրեր, թող Աստված օգնական լինի, որ մենք երբ որ մի բան անում ենք Աստծո խոսքից, միջև վերջ անենք։ Եթե մի խոսքի վրա հենվում ենք, ուրեմն այդ խոսքը կիսատ չթողնենք հետ գնանք։ Եթե կիսատ հետ գնացինք, ոչինչ չի ստացվի։ Դրա համար եղբայրներ քուրեր, փնտրելու ժամանակ օրինակ եթե մենք նայում ենք, եթե կեսից նորից եմ կրկնում, եթե կեսից հետ են գնում, ոչինչ չի ստացվի դա։ Բայց եթե մենք մինչև վերջ ենք հավատում Աստծո խոսքին եւ չենք մտածում, թե ինչ կլինի, բավարարից լինի, բավարարից լինի, եթե արդեն մարդկային քննարկումները դնում ենք մի կողմ,
այդ ժամանակ սկզբից կարող է քո համար դժվար լինի։ Այդ խոսքը ուտելը քո համար քո փորի մեջ կարող է դժվարություն առաջացնի, բայց հետո ինչ անում, արդարության խաղարար պտուղ է կհատուցանի անով վարժվողներուն, որովհետև արդարի ճամփան գրած է Առակաց 4-րդ գլխում, ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև օրը կատարյալ լինի։ Միանգամից չի լուսավորվում, գնալով է լուսավորվում։ Ուրեմն թող Աստված օգնի եղբայրներ քույրեր, որ մենք նախ հավատանք, որ Աստված կա։ Եթե հավատում ես, որ Աստված կա, ուրեմն քո ներսում ինչ արենում։ Քո ներսում առաջանում է նաև ինչ որտեղ նաև վախ, որ Աստված ինձ տեսնում է, Աստված ամեն ինչ լսում է, Աստված գիտի ես ինչ եմ հիմա խորհում։ Մի անգամ ուրեմն Ամերիկայում այդպես խոսքի ժամանակ ես խոսեցի, որ գրված է, որ ամեն տեր երկուր չէ, ժողովուրդ ասի նայո, տերը թող գա հիմա, բայց ասի հիմա ձեզ մի բան եմ հարցնում, եթե հիմա ասեն գրատախտակին ընդեղ գրվի, ամեն մարդու համար գրվի իրա մեկ շաբաթվա սրտի խորհուրդները, կուզենաք, որ ձեր սրտի խորհուրդները մեկ շաբաթ ինչ որ դուք մտածել եք, ինչ որ դուք որոշումներ եք, մի հատ գրվի այդ գրատախտակի վրա, վայ չէ, իհարկե, եղբայրներ քույրեր, մեր սրտի մեջ ես իմ ինչքան խորհուրդներ են կարել, որը Տիրոջ հաճելի չի, իհարկե չենք ուզի դա գրվի, բայց նախ որ դու հավատում ես, որ Աստված կա, ուրեմն պետք է տեսնես, որ Աստված տեսնում ամեն բան, քո սրտի խորհուրդներն է տեսնում, քո մտածմունքներն է, քո որոշումներն է տեսնում, եւ դու պետք է ինչ անես, փնտրես անձամբ իրան, ոչ թե փնտրես, որ Տիրոջը փնտրես, որ Տերը քեզ առողջություն տա, հիվանդ բժշկի քեզ կամ սոված ես հաստատ ծարավես ջուր տա, այլ անձամբ իրան, որովհետև եղբայրն ինչքան վատ կլինի, տեսեք, դու մի ամուսնանաս մեկի հետ, պատկերացրու, մեկի հետ ամուսնանաս, են ոնց են ասում, բրակ պարաշոտ ու թե ինչ, ամուսնանաս հաշվակով, ամուսնանամ, որ սրա հետ ամուսնանամ, որ տուն ունենամ, տեղ ունենամ, չգիտեմ ինչ ունենամ, այսինքն, այդ մարդը քո հետ ամուսնանա, իհարկե չի ամուսնանա, եթե իմանա դու իրան չես ուզում, իրա ունեցվածքն ես ուզում, պարզ է, որ դա վիրավորական կլի նաև այդ մարդու համար, դրա համար թող Աստված օրհնի եղբայրներ քույրեր, սրտանց ասենք փառք քեզ Տեր, հաստատ իմացեք, որ եթե մենք իրան ենք փնտրում մինչև Աստված վարձահատույց է լինում, եւ ոչ թե քո չափով, այլ քո գոքը լեփլեցուն է տալիս, փառք Տիրոջը դրա համար, սրտանց ասենք փառք քեզ Տեր, եւ վերջում մի բան էլ համարել կարդամ եւ մենք աղոթենք, ես շատ կարեւոր է եղբայրներ քույրեր, օրինաց 7-րդ գլուխ 26 խոսքում կարդում ենք հետեւյալ խոսքերը, օրինաց 7:26, օրինաց 7:26, ուրեմն Արդ գարշելի բանն է տունդ մի տանիր, որպեսզի դուն անորպես նզոված չլաս, անկե բոլորովին զզվիս ու զանիկա խիստ գարշելից է պես, բանսի նզոված է այն։ Նզոված բանը տունը չտանաս, օրինակ տներ կա, որ ասենք ես իմին ձևին նկարներ, կեղտոտ նկարներ կա, օրինակ մի տուն կա, երևի մի 30 թե 40 տարի առաջ լավ չեմ հիշում, ասենք մի հատ եղբայր կար Կոմիտասի տարածքից, խաչիկը կհիշի, ինքը մահացել է հիմա, որ գնացինք իրաց տուն, ուրեմն տանում եմ մի հատ մեծ վիշապոց էր, կպցրած էր պատին, սպանել են թե ինչ են արել, ասի այդ տղա ջան, այս օձը չես ես ձեր պատին կպցրել, այդ օձը հանի տան, ասում գիտես ինչքան թանկ է, դե ասի թանկ է դերժան է, այդ օձը դեր տանից հանի, վերջը չգիտեմ, տենց էր չեկավ պաշտամունքների մահացավ։ Եթե գարշելի բաներ, գարշելի նկաներ, կուրքեր, չգիտեմ ինչեր կա ձեր տների մեջ, հանեք դուրս, մի տարեք ձեր տունը, մի ձեր տները լցրեք կեղտոտ կուրքերով, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Կանգնենք